Պատրաստում ենք իտալական շատ արագ պատրաստվող հաց, որը կոչվում է ֆոկաչա, որին անհրաժեշտ է 2 բաժակով ջուր, 250 մլ տարողությամբ գոլ ջուր, հիշեք, 2 թեյի գթալ դրոշ, արդեն ակտիվացրած, 1 ճաշի գթալ շաքարավազ, 2.5 գթալ կամ 2 գթալ ձիթայուղ, 2-ից 3 բաժակ ալյուր և 1-ից 2 գթալ աղ։ Այսքան անպայման գոլ ջուր լցնենք։ Այնուհետև բացում ենք դրոշը և լցնում 2 թեյի գթալ դրոշ։ Ավելացնում 1 ճաշի գթալ շաքարավազ և խառնում։ Լցրեցինք 2 ճաշի գթալ, 2-2.5-3 ինչքան կցանկանաք զեյթունի ձեթը։ 1 բաժակ ալյուր ենք լցնում և էլի խառնում։ Լցնում ենք աղը, ըստ ճաշակի, կարա լինի 1 թեյի գթալ, կարա լինի 2 թեյի գթալ, չգիտեմ, ես լցնում եմ 1.5 թեյի գթալ, խառնում ենք, խառնեցինք, էլի լցնում ենք ալյուրը, 2 բաժակը և էլի խառնում։ Նայեք, մոտավորապես դառնում է արդեն հումսելու խմորի խտությամբ։ Սա է մեր խմորը, մոտավորապես 5 րոպե հումսում ենք, այնուհետև լցնում ենք մի փոքր զեյթունի ձեթ, խմորը դնում մեջը և ծածկում ու պահում մոտավորապես 15-ից 20 րոպե, որ ուռչի։ 10 րոպե անցնում է, բացում ենք խմորը, մի հատ իրան հավեսով օդ տալիս, թաթախում ձիթայուղի մեջ, շատ նուրբ, իրեն պետք չի ավորել, քացուպակցություն պետք չի, ասենց գեղեցիկ օդ ենք տալիս իրան, ծածկում և պահում էլի մի 10 րոպե։ Ապես կտրած յուղաթղթիկը տեղավորել մեր տարայի մեջ, ցանկացած տարայի մեջ կարող եք տեղավորել։ Այսինքն լավ բացում ենք, այնուհետև տեղավորում տարայի մեջ։ Նայեք վրայի փուչիկները, մի փոքր ավելացնում զեյթունի ձեթ և տպտպացնում մատերով։ Ու չհասցրես Միլիթյան լրիվ ցույց տամ ձեզ, շարունակելի մյուսում։